Բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության առաջ կանգնած է ոչ միայն արտաքին քաղաքական ընտրության, այլև ինքնիշխանության պահպանման հիմնարար հարցը։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է ոչ թե հիբրիդային, այլ բացահայտ տնտեսական ճնշման մեթոդներ խաթարելու Հայաստանի ժողովրդավարական ընթացքը եւ խոչընդոտելու ինտեգրումը Եվրամիության։ Սակայն այստեղ է գալիս նախագծերի կառավարման գիտությունը։ Փորձենք ձևակերպել խնդիրը։ Հայկական ծիրանով բեռնատարները կուտակվել են Վրաստան-Ռուսաստան սահմանին։ Ռուսաստանը մերժում է ապրանքի մուտքը նպատակ ունենալով տնտեսական ճնշում գործադրել գործարար հատվածի վրա, իսկ վերջինիս միջոցով պետության քաղաքական կուրսի վրա։ Որոնք են անմիջական հետևանքները։ Նյութական վնասներ գործարարներին, արտահանման շուկայի փլուզման ռիսկ, վատթարացող վերաբերմունք գործարարների շրջանում, սոցիալ-քաղաքական ճնշման աճ իշխանությունների վրա։ Ինչ պետք է աներ պետությունը նախապես։ Ռիսկերի քարտեզագրում, կանխատեսել հավանական ճնշումները Ռուսաստանից, ներառյալ տնտեսական, տեղեկատվական եւ քաղաքական մեթոդներով։ Մեղման պլաններ, մշակել այլընտրանքային արտահանման ուղղություններ, Եվրամիություն, Իրաք, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, արժեշղթայի բազմազանություն, զարգացնել պահածոյացման, չորացման, սառեցման եւ վերամշակման ներքին ենթակառուցվածք եւ պահուստային ռազմավարություններ, ստեղծել պետական կամ մասնավոր ֆոնդ ճգնաժամային պահերին անհապաղ աջակցության համար։ Ինչ անել հիմա։ Agile մոտեցում։ Agile նշանակում է արագ արձագանք, սպրինտներով լուծումներ եւ բաց ու շարունակական հաղորդակցություն շահառուների հետ։ Հիմա գործողությունները պետք է լինեն փորձագիտական արագ գնահատում, օրինակ, մեկ բեռնատարի վնասը 20 տոննա ծիրան, մեծածաղկինը 1 կիլոգրամ 2 եվրո, վարորդ, վառելիք, պահպանման ծախսեր, ընդհանուր վնաս մոտ 45,000 եվրո մեկ բեռնատարի համար։ Ասենք կա 1000 բեռնատարի պարագայում 45 միլիոն եվրո ընդհանուր վնաս։ 3 միլիոն բնակչության երկրի համար 15 եվրո մեկ շնչի հաշվով կամ մոտ 6500 դրամ մեկ քաղաքացու վրա ընկնող ծախս։ Հարց, որն է թանկ 15 եվրոն, թե սեփական պետականությունը։ Պատասխանը հստակ է։ Հատուցում գործարարներին, կարճաժամկետ միանվագ փոխհատուցում կամ 0% փոխառություն, միջնաժամկետ հարկային արտոնություններ եւ ապահովագրական մեխանիզմների ներդրում։ Ապագայի պլանը։ Պետությունը պետք է դիտարկի իրեն որպես ռազմավարական նախագիծ, որը կառավարում է ռիսկեր, ռեսուրսներ եւ արժեք ստեղծող նախաձեռնություններ։ Դրանք են դիվերսիֆիկացված ռազմավարություն, արտահանման նոր ուղղություններ, ԵՄ, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, բազմաբնույթ պայմանագրեր, գովազդային արշավներ եւ սերտիֆիկացման գործընթացներ։ Ներքին վերամշակման զարգացում, չրերի, պահածոների, օրգանական սառեցված ապրանքների արտահանում, ստեղծել միասնական բրենդ, օրինակ Armenia Preserve անունով, ռիսկերի կառավարման ինստիտուցիոնալացում, հատուկ արտաքին տնտեսական ռիսկերի գրեսենյակ, որը մշտապես մոնիտորինգ կկատարի արտաքին վտանգների վերաբերյալ։ Ամփոփում։ Պետությունն էլ է նախագիծ, ինչպես ցանկացած լավ կառավարվող այն պահանջում է տեսլական, հաշվարկված ռիսկեր, ճկունություն, մարդկանց ներգրավում եւ անկաշկանդ վճռականություն։ 15 եվրո թե ինքնիշխանություն։ Որևէ ժողովրդավար քաղաքացի կընտրի վերջինը։ Մնացածը պետության agile արձագանքի խնդիրն է։ Հիշեցում, ես վարչապետ չեմ ձգտում լինել եւ չեմ էլ կարող լինել։ Ես նախագծերի կառավարիչ եմ, բայց գուցե իմ փորձը կարող է օգտակար լինել իրական որոշումներ կայացնողներին։ Բոնուս։ Պետք է գործել հետևողականորեն։ Եթե մեզ մանիպուլացնող կողմը չի ուզում մեր մթերքը, մեր ապրանքը, ապա պետք է հստակ հայտարարել, որ բարի, բայց այսուհետ մեկ իսկ հայկական ծիրան չի մտնի ձեր տարածք։ Սկսենք ծիրանից, հետո կերևա։ Մնաք բարով։